շոյնում է, շատ համեղ է։ Ողջույն բոլորին, իմ շատ սիրելի հետևորդներ, ինչպես եք թանկագիրներս, ես մի քիչ վատառողջ եմ, իմ ձայնի համար խնդրում եմ ներող եղեք, վատառողջ վիճակով և գնում եմ աշխատանքի և տանն եմ աշխատում հատուկ ձեր համար, շատ համեղ թխվածքաբլիթներ ենք պատրաստելու, քանի որ դդումի լավ սեզոնն է սիրելիներ, առաջարկում եմ պատրաստել այնպիսի բաներ, որ առողջարար լինեն, համեղ լինեն, աշխատենք յուրաքանչյուր սեզոնին մաքսիմալ օգտագործենք մեր համեղ մթերքները, այսինքն բանջարեղենը և միրգը։ Օգտագործելու ենք հետևյալ բաղադրիչները։ Ձու չկա, շաքարավազ չկա։ Օգտագործելու ենք 100 գրամ, արդեն դդումը ես էփել եմ, պատրաստ է, այնպես արեք ջուրը քամված լինի, որպեսզի շատ ջրիկ չլինի, դդումն է։ Օգտագործելու ենք ալյուր 230 գրամ է, 150 գրամ շոկոլադե հատիկներ են, վանիլին և կներեք, վանիլին կամ խրեցուցիչ ենք օգտագործելու, խրեցուցիչը 2 թեյի գթալ է, եթե սոդա եք օգտագործելու 1 թեյի գթալ, մեղր ենք օգտագործելու 2 առատ ճաշի գթալ, շաքարավազի փոխարեն ենք օգտագործելու և կամ կարակ կամ յուղ ենք օգտագործելու 150 գրամ։ Սիրելիներ, ես օգտագործելու ռեդ յուղ, այստեղ ես կշռում եմ, չգիտեմ խոսքով ընկա քաշը ճիշտ եմ արել, թե ոչ, բան չեմ տեսնում, այո, 150 գրամ յուղ ենք օգտագործելու, ես ռեդի յուղ եմ օգտագործելու, սիրելիներ, տեսեք ինչ հրաշք յուղ է, հրաշք է ստացվում իմ բաղադրատոմսերը այս յուղով, տեսեք գույնը տեղը, համը տեղը, Եվրոպայում արտադրվող, սիրելիներ անպայման դուք էլ օգտագործեք, տեսնենք որ ձեր ուտեստները հրաշք են ստացվում։ Ամենակարևորը պոլի հիդրոգենացված նյութեր չի պարունակում, կարող եք շատ հանգիստ նաև տապակել այս յուղով և խոլեստերին չի պարունակում նաև սա, որ բուսական յուղ է։ Հիմա անցնում ենք առաջ։ Հիմա սկսում ենք պատրաստել։ Եթե կարակ եք օգտագործելու, լավ այսպես փափկեցրեք, ջրիկացրեք, որպեսզի հեշտ պատրաստեք։ Ավելացնում ենք 2 ճաշի գթալ մեղրը, 1, եթե դդումը շատ քաղցր է, ավելի լավ, շատ համեղ է ստացվելու, այնպես որ շաքարավազի փոխարեն 2 գթալ մեղր։ Հիմա ասենց մի լավ մաքրում ենք, որովհետև ափսոս է, չէ՞։ Մի լավ խառնում ենք, սիրելիներ, ջեռոցը ես արդեն միացրել եմ, թխելու ենք 180 աստիճանում, շատ արագ պատրաստվող թխվածքաբլիթներ են, պեչենիներ են, այնպես որ երբ որ դդում եք եփում, այդ օրը կարող եք շատ հանգիստ պատրաստել այս թխվածքաբլիթներից։ Իսկ դդումը պատարագի միջոցով ընդհանրապես այսպես պուր ենք պատրաստում, արագ տրորում ենք ու ավելացնում ենք խմորին, շատ չեփեք, որպեսզի շատ ջուր չլցվի դդումի մեջ, խորհուրդ չեմ տալիս, որպեսզի ասենց փափուկ խույր ստացվի։ Դա իհարկե կախված է դդումի տեսակից։ Ավելացնում ենք խմորին դդմի խյուսը ու մի լավ խառնում ենք։ Ավելացնում ենք վանիլինը, ցանկության դեպքում կարող եք դարչին ավելացնել, բայց որպեսզի դդմի համն ու հոտը չկորի, ես այս անգամ դարչին չեմ ավելացնի։ Ավելացնում եմ նաև խրեցուցիչը, որը 2 թեյի գթալ է, սիրելիներ, կրկնեմ, որ կարող եք փոխարինել 1 թեյի գթալ սոդայով։ Երբեմն լինում է, որ ես տեսանյութերը մոնտաժելուց, պատրաստելուց հոգնած եմ լինում, գիշերը շատ ուշ եմ պատրաստում, բաղադրատոմսը գրելուց լինում է, որ սխալ եմ գրում, ինչ-որ բան մոռանում եմ, կամ քնում եմ անցնում એક պահը, դուք ինձ ներքևում գրեք, ես ուղումները կանեմ սիրելիներս, որտեղ ժամանակ չեմ ունենում, ինձ ներողեք շատ սխալների համար։ Ավելացնում ենք ալյուրը, ես ամբողջը կավելացնեմ, իդեպ ալյուրի չափը կախված է նրանից, թե ինչպիսի ջրիկություն կունենա դդումը, որովհետև հնարավոր է, որ դդումը շատ ջուր պարունակի ու մի քիչ շատ ալյուր պահանջվի։ Դա մի նեղվեք, խնդիր չկա, կարող եք մի թեթև ավելացնել, շատ խորհուրդ չեմ տալիս, որպեսզի խմորը չծանրանա։ Իմ դեպքում ես կարծում եմ բավական է, ավելացնում եմ նաև ամբողջ այս իր համն ու հոտը շոկոլադը, չափսոզակ, եթե ուզում եք ձեր թխվածքաբլիթները լավ ստացվեն, սիրելիներ, անպայման ավելացրեք բոլոր բաղադրիչները ճիշտ քանակությամբ։
Այսպես։ Այսպիսի ջրիկություն պետք է ունենա։ Ոչ թե պինդ խմոր պետք է լինի, այլ գթալով վերցնովի խմոր պետք է լինի։ Հիմա սովորական գթալով այսպես շարում ենք, առանց ձև տալու։ Մոտավորապես 1 ճաշի գթալի չափով։ Մի քիչ իրարից հեռու ենք դնում, որովհետև տարածվելու է։ Այսինքն դուք գթալով չտափակեցնեք, ինքը այսպես լրիվ լայնանալու է ու տափակելու է։ Ջեռոցս արդեն տաք է, 180 աստիճանում ենք թխելու, վերև ներքևը միացված, սիրելիներ, շատ կարևոր է։ Օդափոխիչներ միացրեք, խնդիր չկա, միևնույնն է, թխվածքաբլիթների ժամանակ կարող եք հանգիստ միացած պահել օդափոխիչը։ Վերջ, մի թավայի վրա 9 հատ տեղավորվեց, ուղարկում եմ ջեռոց, մոտավորապես կասեմ քանի րոպեին թխվեց, որպեսզի ավելի ճիշտ լինի, 180 աստիճան, վերև ներքևը միացված։ Ինձ թվում է 15 րոպեից 20 րոպեն բավական է լինելու։ Վերև ներքևը միացված, մեջտեղի հատվածում ենք թխել։ Թխվածքաբլիթներս պատրաստ են, տեսեք, հրաշք է ստացվել։ Հիշում եք, չէ՞ որ ասում էի, ինքը սենց իրոք տարածվելու է։ Նա տեսնենք, շատ փափուկ է։ Տեսեք, թողնում ենք, որպեսզի հովանա, հետո արդեն կարող եք կամ շաքարի փոշից անել, կամ կակաո, կամ դարչինից անել եւ անուշանել։ Քիչ հետո կհամտեսենք։ Անուշաբույր թխվածքաբլիթները պատրաստ են, հրաշք է, իսկական թեյելու եղանակ, իսկական թեյելու համար։ Ես էլ որ վատ առողջ եմ, հենց իմ համար է։ Մի հատ համեղ, մեր հայկական խոտերով, բույսերով, խոտաբույսերով սարերի, ուրցով թեյ կդնեմ ու անուշ կվայելեմ սիրելիներս։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք, դուք էլ պատրաստեք, արագ պատրաստվող, հեշտ պատրաստվող, քիչ բաղադրիչներով, օգտակար բաղադրիչներով, հրաշք թխվածքաբլիթներ են։ Իդեպ կարող եք ալյուրի, սովորական ալյուրի փոխարեն օգտագործել նաև ինտեգրալ ալյուր, այսինքն երկրորդ կարգի սև ալյուր կարող եք օգտագործել, որպեսզի ավելի ու ավելի օգտակար լինի։ Հաջողություն բոլորին, սիրելիներս, չմոռանաք բաժանորդագրվել, եթե իհարկե չեք բաժանորդագրվել, տեսանյութով կիսել նաև ձեր ընկերների հետ։ Հաջողություն բոլորին։